Վերցվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Մարտի 17-ին Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացած վիճակում, մյուսը վիրավոր։ Իրավապահները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքերզեյթուն վարչական շրջանի Լեպսուսի փողոցի 19 շենքի մոտից եւ հիվանդանոցից ոստիկանները ժամանել են հանցագործության վայր, հայտնաբերել են արժանանման հետքեր, հագուստներ։ Մարտի 14-ին տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի տեղափոխվել է ապարանբժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։ Ապարանի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա հայկն է, ով նշված մարմնական վնասվածքը ստացել է ապարանի Նիկ գործարանի մոտակայքում անհայտ անձի կողմից դանակով հարվածներ հասցնելու հետևանքով։ Պարզվել է, որ մարտի 13-ին ժամը 22:30-ի սահմաններում ապարանի հայտնի Գնթունիք սուպերմարկետում անձնական հարցերի շուրջ խոսակցություն է տեղի ունեցել սուպերմարկետի աշխատակիցներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 32-ամյա Անդրանիկի եւ 27-ամյա Անիի միջև, որից հետո վերջինս Անդրանիկի հետ պարզաբանումներ կատարելու նպատակով զանգահարել է իր մտերիմ Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Տիգրանին ու հայտնել կատարվածի մասին եւ աշխատանքի ավարտից հետո արդեն մարտի 14-ին ժամը 00:10-ի սահմաններում Անդրանիկը իր ընկեր Գնթունիք սուպերմարկետի աշխատակիցներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 28-ամյա Նարեկի, հիվանդանոց տեղափոխված Հայկի եւ դեռևս չճշտված անձանց հետ հանդիպել են ապարանի Նիկ գործարանի մոտակայքում, որտեղ էլ տեղի ունեցել վիճաբանությունը, ապա ծեծկրտուկ, որի ժամանակ էլ Հայկը դանակահարվել է։ Մարտի 15-ին ոստիկանության Մուշի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գյումրիի Թումանյան փողոցի 17 հասցեում գտնվող երեխաների տուն մանկատանը երեխայի դիկա։ Պարզվել է, որ մահացածը նույն մանկատան Սան 13-ամյա Սեն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Մարտի 17-ին տեղեկություններ են ստացվել, որ Քուչակ գյուղի տներից մեկում մոխրացած դիկա պարզվել է, որ ապարան խոշորացված համայնքի Քուչակ վարչական բնակավայրի 8-րդ փողոցի 3-րդ տանը հատակին այրված վիճակում Արագածոտնի մարզի բնակիչ 95-ամյա Ամալիայի դին է։ Մարտի 17-ին Արթիկ քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը խցերից մեկում հայտնաբերել է կալանավորված անձ 1976 թվականին ծնված Ն.Ա.-ին սավանով կախված վիճակում։ Ծառայողը խցում հայտնաբերել է նաև կալանավորված անձի կողմից գրված նամակ։ Անձավոր խմբի անդամները քննությամբ դեռևս չպարզված անձինց տեղեկություն ստանալով, որ Արարատի մարզի բնակչին պատկանող տանը հնարավոր է առկա լինի մեծ քանակությամբ գումար, համաձայնության են եկել ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ եւ բռնություն կիրառելով ապշտակություն կատարելու շուրջ, անձին պատճառելով խոշոր չափերի 1,239,000 դրամի գույքային վնաս, որից հետո դիմել են փախուստի։ Բացի այդ, ՌՍ-ն եւ ԱՂ-ն խմբի անդամից տեղեկություն ստանալով, որ Երևանի բնակիչը վարձակալությամբ հանձնած տարածքներ ունի եւ հնարավոր է, որ բնակարանում խնայած գումարներ կունենա, կերպել ու պլանավորել են բնակարան ապօրինի մուտք գործելով, բռնություն գործադրելով հափշտակության կատարումը, անձին պատճառելով խոշոր չափերի 2,153,000 դրամի գույքային վնաս։ Հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 4 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մեկի նկատմամբ տնային կալանքը։ Մարտի 18-ին Արտենի Արագածավան ճանապարհի 4-րդ կիլոմետրին բախվել են Opel եւ Nissan Magnus-ի ավտոմեքենաները։ Վարորդները 2000 թվականին ծնված Հակոբը եւ 1975 թվականին ծնված Էդուարդը, Nissan-ի երկու ուղևորները 1982 թվականին ծնված Քրիստինեն եւ 2024 թվականին ծնված Մարլենը մահացել են։ Մարտի 18-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են Շկոդա եւ Զիլ Magnus-ի ավտոմեքենաները։ Շկոդան բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին, իսկ Զիլը անցել երկաթե արգելապատնեշի վրայով ու հայտնվել ձորակում։ 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել հիվանդանոց։ Մարտի 17-ին Երևանի բնակիչ 24-ամյա Արմենն իր վարած Subaru Magnus-ի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է երկաթե էլեկտրասյանն ու մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ Տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները իրենց սպասարկման տարածքում համագործակցելով Կոտայքի մարզի պարեկների հետ մարտի 14-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Հայտնաբերվել է գազային եւ մեկնարկային մեկական ատրճանակ, որսորդական ողորկափող 1 հրացան, տարատեսակ 41 փամփուշտ, 1 մահակ, նաեւ մարիխուանայի նմանվող զանգված։ Արձանագրվել է վարչական 50 իրավախախտում, այդ թվում չամրակապված վարելու 15, վարելիս հեռախոսից օգտվելու 7 եւ ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 5 դեպք։ Ուժեղացված ծառայությունները կրում են պարբերական բնույթ։
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Ջրարբի գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդը տաննապոյնի պահում է մարիխուանա։ Տեղեկությունը ստուգելուց հետո փետրվարի 26-ին իրավապահներն այցելել են երիտասարդին։ Քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ երիտասարդը ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով պոլիէթիլենային 2 փաթեթ, ընդհանուր 34 գրամ քաշով։ Երիտասարդը հայտնեց, որ կանեփնիկն է քաղել գյուղի մոտակայքի վայրաշտպերից անձնական օգտագործման համար։ Նման մի տեղեկություն էլ Վաղարշապատի համայնքային ոստիկանները ստացել էին Արշալույս գյուղի բնակիչ 39-ամյա տղամարդու վերաբերյալ։ Մարտի 5-ին ստուգման նպատակով իրավապահներն այցելել են տղամարդուն։ Նա ընդունել է, որ պահում է մարիխուանա։ Քրեական վարույթի շրջանակում նույն օրը կատարված զննության ընթացքում 39-ամյա տանտերը ներկայացրել է մարիխուանայի նմանվող մոտ 35 գրամ զանգվածով փաթեթ։ Ըստ նրա կանեփնիկն է աճեցրել ու մշակել անձնական օգտագործման համար։ Թմրամոլության եւ ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը շարունակվում է։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի մարտի 17-ից 18-ը ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 148 դեպք, որոնցից 7-ը նախկինում կատարված։ Մասնավորապես տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալու 52, թմրանյութի հայտնաբերման 17, մարմնական վնասվածք պատճառելու 12, անձնական ունեցվածքի գողության եւ խարդախության 8-ական, հոգեկան ներգործության 6, ֆիզիկական ներգործության եւ խուլիգանության հնգական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու 4, խոշտանգման, զենք զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման 3-ական, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու 2, մարդու առևանգման, լիազորությունների չարաշահման, թփերն ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ձերբակալվածների պահելու վայրերում իրականացվող գործունեությանը խոչընդոտելու, պետական սահմանն ապօրինի հատելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու, սառը զենքի հայտնաբերման, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն կատարելու, ազգականի եւ երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու մեկական դեպք է բացահայտվել։ Հայտնաբերվել է 7 հետախուզվող կամավոր ներկայացել 1-ը, հայտնաբերվել է 3 անհետ կորած, գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, 5 մարդ զոհվել է, 24-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։